Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ երրորդ կարգավորումը, որ առաջարկում ենք այս փաթեթով փոխել, որի մասին դուք նախորդ կամ մի կառավարության նիստ առաջ խոսել եք, բոլոր նպաստները, բոլոր տեսակի նպաստները եւ կենսաթոշակները ամբողջությամբ անկախիկ դարձնելուն է վերաբերում։ Ըստ էության որևէ այլ պարագայ, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի մեկ ամսում 10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ եւ նորից եմ ուզում նշել, միայն 10,000-ը, այսինքն տենդենսը ավտոմատ կա, բայց մենք այս որոշումով դա կարագացնենք։ Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1-ից մի պատճառով, պարոն վարչապետ, որովհետև այդ մեր 60,000 քաղաքացիները, որոնց մի մասը նաև մեր աջակցության կարիքն են ունենալու այդ կանխիկից անկանխիկ ացման process-ում, դա լինի հնարավորինս սահուն եւ անցավ եւ այս առիթը օգտագործելով պետք է խնդրեմ մեր գործընկերներին, հատկապես կենտրոնական բանկի եւ նաեւ պետեկամուտների կոմիտեի, որպեսզի իրար հետ աշխատենք ԿԲ-ի դեպքում որոշակի աջակցություն ակնկալելով բանկերի կողմից այդ հարցը լուծելու մասով, բանկերի եւ մենք կարգավորումները կփորձենք միասին տալ, իսկ պետեկամուտների կոմիտեի կողմից որոշակի բնակավայրերում, որտեղ որ սովորաբար հրաժարվում են անկանխիկ առևտրից, վարչարարությունը ուժեղացնելու, որպեսզի մեր քաղաքացիները զրկված չլինեն այդ հնարավորությունից։ Որպես օրինակ եմ ուզում ասել, որի իրական դեպք եմ ուզում ասել, օրինակ հենց հիմա կան քաղաքացիներ կույր, որոնք որ մեր լիարժեք քաղաքացիներն են, որոնց հրաժարվում են բանկերում օրինակ տալ քարտ, որպեսզի իրեն կարողանան, այո, այդպես կոնկրետ դեպքերով ահազանգեր ունենք, խնամակալ են ուզում դատարանի վճռով հաստատված, որպեսզի գա իրենց փոխարեն դա ստանա, ես ուզում եմ բարձրաձայնել, որպեսզի բոլորս հանձնառություն վերցնենք եւ այդ հարցը լուծենք, որտեվ այդ տիպի քաղաքացիներն են նաեւ ստիպված եղել մինչ օրս ստանալ կանխիկ եւ հենաշարժական խնդիրներ ունեցողները նաեւ, որոնք տնից չեն կարողանում դուրս գալ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Պարոն Թորստանոս, հարցի քննարկման համատեքստում ես այսինքն նրբությունների մասին իմացա, որ ինձ համար տարօրինակ հնչեց։ Առաջինը, որ Հայաստանում մշտապես չբնակվող երեխաներին էլ ենք մենք այս գումարը վճարում, այսինքն նախկինում վճարենք, չէ՞, ճիշտ եմ ասում։ Ոչ թե մշտապես չբնակվող, այնտեղ բնակվելու դեպքում չենք վճարում, չբնակվելու դեպքում, երբ որ չեն ներկայանում, խոսքը Հայաստանից դուրս ծնված եւ Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցամայրում չգրանցված երեխաներին ավերաբերում եւ նաեւ իրանց վճարում ենք, այո, վճարում ենք եւ միանվագ նպաստը ծննդյան եւ վճարում ենք 50,000-ները, մենք սա էլ են կարգավորել պարոն վարչապետ հարցը եւ մեր համար իհարկե մենք միգուցե չենք խոսում սրա մասին, բայց պարզ է ինչու է դա տեղի ունենում, այսինքն նրանք քաղաքացիություն չեն վերցնում այդ երեխաները Հայաստանի Հանրապետության։ Չէ, բայց գիտեք, այդ անտրամաբանական է, էլի հիմա ես դա որ իմացա, ես չեմ հասկանում։ Մեր համակարգերը ոնց է, ոչ մեկի մոտ հարց չի ծագում, մենք այդ գումարը Հայաստանից դուրս ենք տալիս, ինչի, այսինքն մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Տենց է ստացվում։ Ըստ էության, երբ որ տենց հասկացել ենք, փորձել ենք կարգավորել, ես թիվ կարող եմ ասել, օրինակ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ ենք տվել այն երեխաների համար, որոնք որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն։ Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, պարոն վարչապետ։ Ծնունդից հետո 1 տարվա ընթացքում, եթե կգան կգրանցվեն, այսինքն կստանձնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա։ Նույնը վերաբերում է 50,000-ներին, եթե երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստը երեխան կգա կգրանցվի, գրանցման պահից կստանա, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում։ Այսինքն գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա։ Հուսով եմ սա էլ կխթանի, որ մեր քաղաքացիները պատշաճ գրանցումները ապահովեն։ Ինձ էլի ուրիշ բան է անհանգստացնում, որ այսքան տարի, տասնյակ տարիներով այս գումարները գնացել են, ոչ մեկի մոտ հարց չի ծագել։
Ոչ մեկի մոտ հարց չի ծագել, էս ինչ ենք անում, ասենք հիմա որ հաշվենք, պատկերացնում եք, քանի տասնյակ միլիարդ դրամ Հայաստանից դուրս է գնում։ Մենակ էս մի անվագով 600 միլիոն դրամ տարեկան։ Ու ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ասենք պատահական մեկ էլ տենց խոսակցության ժամանակ կարող անցնելիս լսես, ասես ոնց կարա տենց բանել, մի չհավատաս։ Հետո պարզվի որ կա տենց բան։ Բայց ելի եմ ասում, չէ՞, պետական համակարգ մենք բոլորս ու հարց չի ծագել, էս ինչ ենք անում ժողովուրդ։ Եվ այսպես շարունակ։ Այո, պետքա շատ հստակ արձանագրել, չի կարելի տենց բան անել։ Պետքա հստակ փակվել։ Ով որ եթե մարդ իրան չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի՞ պետք է Հայաստանը վճարի։ Ասենք բան անենք, մենք մարդիկ ստեղ աշխատեն Մոնտե Կարլոյում բան անենք, ամենայն հարգանքով սիրում ենք բոլորին, բայց հետո Ես մի բան կարող եմ ասել, տրամաբանությունը կարծում եմ ծնողների քաղաքացիության հետ է կապված եղել, բայց ամբողջությամբ ընդունում եմ դրա համար էլ այս կարգավորումը անում են, եթե իրենց ըստ էության նրանք մեզ չեն համարում մեր մարդկային կապիտալ, իրենց չեն համարում մեր մարդկային կապիտալի հարց, իսկ այս բոլոր ծրագրերը մարդկային կապիտալի մասին են, ապա մենք չպետք է ֆինանսավորենք նման քաղաքացիներին։ Նշանակ, որ պահին այնպեսի հակափաստարկ ի հայտ կգա, որը մեզ կհիմնավորի, որ մենք սխալ ենք վարվում, մենք պատրաստ ենք դա վերանայել, բայց այս պահին նման հակափաստարկ չկա։ Մի բան էլ ասեմ, պարոն վարչապետ, քանի որ այս նպաստներից խոսվեց, գիտեք, որ մենք ունենք նաև երեխայի խնամքի նպաստ մինչև 2 տարեկանը, որը բավական ֆրագմենտացված է այս պահին, կախված նաև քաղաք, գյուղ, աշխատող, չաշխատող մայրերի հետ, եւ այնտեղ էլ կա ի դեպ այս խնդիրը, այս քաղաքացիության, մենք դրան ավելի համապարփակ կանդրադառնանք եկող տարվա ընթացքում եւ կառաջարկենք ավելի նորարարական լուծումներ, այդ թվում նաև այս քաղաքացիությանը վերաբերող, որոնք ավելի շատ կխթանեն եւ ծնելիությունը ինչ որ չափով եւ նաեւ էլ հատկապես մայրերի աշխատանքի վերադառնալը, որը մեր համար շատ կարեւոր է։ Ասենք 10 տարում 6 միլիարդ, 20 տարում 12 միլիարդ, 30 տարում, այսինքն չգիտեմ, այս ծրագիրը քանի տարի գոյություն ունի, հա, 12 միլիարդ, 12 միլիարդի կարելի էր կառուցել, ասենք, այս մենակ միանվագ ծննդյանն եմ ասում, 50,000-ն էլ հետո 600 էլ այդքան է։ Լավ, բախնես բերելա, նոր ենք ընդունել, նոր ենք։ Չէ, նախկինում տվել ենք, 50,000-ներին էլ ենք տվել, հիմա դադարել, հիմա չենք տալու։ 3 տարի է, որ 50,000-ը։ Հա, բայց էլի մոտավորապես մի 600 էլ է դա։ Այդ եմ ասում, դե եկեք նայենք, քանի դպրոց, քանի մանկապարտեզ կարելի էր կառուցել կամ ինչքան ծառայություն կարելի էր դրանով մատուցել Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր երեխեքին։ Իրանք էլ են մեր երեխեքը, բայց իրանք մեզ իրանց չեն համարում մեր երեխեք։ Իրականում ստեղ են այդ փողը երևի ինչ որ ձև միևնույնն է ստեղա ծախսվում եւ տնտեսությանը օգուտ տալիս է, բայց այդ տրամաբանությունը 100% կիսում եմ ձեր պարոն վարչապետ, չպետք է տանք։